Ես զինվոր երեխա ունեմ, ես մեկ տարի առաջ մոտիկացել է ընդ իրանց չաստի, սանչաստի բժիշկին, ասել է, որ վիրահատությունը երբ պետք է անենք, ասել են բանը պետք է դեմբել լնես նոր, երեխան դարել է դեմբելը դարել է գնացել է նորից մոտիկացել է նույն բժիշկին, ասել է դե որ ասել եք բժիշկ ջան դեմբել կլնեք, սպասել եմ, էլի, հիմա դեմբել եմ, բա այդ վիրահատությունը չենք անում, թղթերում էլ գրած է, կանազի հոսպիտալն է գրել, որ վիրահատության խնդիր ունի երեխան։ Բժիշկը ֆրացի ասել է, էլ չենք կարող անենք, դեմբել ես, ասել է, բա դուք ասել եք դեմբել կլնեք նոր, էլի։ Դրանից հետո երեխուն արձակուրդ են ուղարկում, արձակուրդ գալիս է շատ վատ, հիվանդ, թոքերը սևացած, տանում եմ կանազելի, կանազում նկարում են, բան ասում են, դեղերը նշանակում են, ամսի մեկին երեխուն նորից հետ եմ տանում չաստ, ասում եմ Երիկ ջան, դե մտի չաստ, էլի գրել եմ, որ քթերը լրի փագա, դրանից է այդ խնդիրը լինում, վիրահատության կարիք ունի այս երեխուն, հա, այդ ասում եմ մտի տես դեղերը ունի բանակը, էլի, որ այդ դեղերը ստանաս, ուստի հոսպիտալում ասել են, որ երեխան սանչաստում պետք է պարկի, դեղերը ստանալուց հետո նորից դվաննոյ բան անեն, էլի այդ նկարեն, հա, չեմ պարկսնում, երեխան իրանով դեղերը ստանում է, դեղերը չունեն, ծնողն առնում, ես եմ առնում, գնում եմ Ղափանից դեղերը առնում եմ, տանում եմ թողում չաստ, ասում են չունենք այս դեղերը, Ղափան, հա, Երևանից Հա, չէ, երեխուն արձակուրդ է եկացածել եմ, ասում եմ ես տանեմ ներողություն, խնդիրը ձեռք է բերել ծառայության ընթացքում, թե զորակոչվել է։ Չէ, այդ քթերի վիրահատության խնդիրը եղել է, ես տարել եմ որ անեմ իմ երեխու վիրահատություններ, ստե բժիշկը ասեց 18 տարեկանից հետո պետք է անենք, էլի այդ վիրահատությունը նորից աճելու է։ Դե գնացել է 18 տարեկան լրացել է, գնացել է բանակ։ Բանակը մոտիկացել ասել են ասենց դեմբել պետք է լինես նոր։ Հիմա իմ երեխան դեմբել է, չեն անում, ոչ դեղ ունեն, ոչ մի բան, դեղերն էլ ես եմ առնում, բուժումը սաղ թղթերով ունեմ, որ թղթերի մեջ գրած է, որ այս երեխան ունի վիրահատության խնդիր, մի տարի խաբում են։ Գնացել եմ բանում նախարարություն դիմում եմ գրե Սուրեն Պապիկյանին։ 3 շաբաթ էլ դրան եմ սպասում, ոչ մի գրավոր պատասխան չկա։ Էդ էլ չկա։ Այն օրը զանգում եմ, ասում եմ, խիչ եք պատասխանում գրավոր տենամ, ինչ եղավ այդ հարցին։ Ասում են, չգիտենք, մենք մեր վերադասին կասենք, կտեղեկացնենք, ասում եմ, դե վերադասին տեղեկացեք, թող զանգեն, հասկանամ ինչ անում, իմ երեխան այդ լրիվ այդ վատ վիճակը, էլի, դե որ չկայանա շնչես, ոնց կարող լավը լես։ Թոքերը սևացած է եղել, դե այդ բուժումը գրել են, ես դեղերը առել եմ, բանակը չի ունեցել է մի հատ սնուկ։ Քթերի փչելու դեղ, այդ են մենակ տվել, մնացածը ես սաղ տվյալները ունեմ, չեկերը ունեմ, սաղ թղթերը ունեմ, որ բանակի դեղը ես եմ առել իմ երեխու։ Ցույց տուր, ինչ ես հավայի խոսում, քանի հազար են տվել քեզ, քանի հազար են քեզ վճարել, որ խոսաս, ստից խոսաս, ապեր գնա բեր, իհարկե ստում է, ես անձամբ հունվարի 2-ին, առավոտյան վատացել եմ սկորրիեն կանչել, տարել են հիվանդանոց, առաջին հիվանդանոցը, նեյրոխիրուրգիայի բաժինը, տարան ստնդավորեցին, ոչ մի կոպեկ, ես կներեք, միակ բանը չի, միակ բանը չի։ Բժշկական թղթերը, որ գրել են, որ երեխան վիրահատության խնդիր ունի դեղերով բանով ուղարկի։ Դիմացիս կներեք, դիմացիս հարևանը, հարևանը երեխան, անկելագիական հիվանդա։ Այս քանի տարի է բուժում է, ոչ մի կոպեկ չեն ընդունում դրանից։ Ես կոպեկ են վերցնում, բայց չեն անում, չեն տրամադրել։ Բայց չեն ես էլ անձամբ զինծառայող եմ եղել։ Ես ու պիտի տանեմ ձեզի։ Ոնց անեմ, ասեք, ես ուղարկում եմ ցույց տամ։ Ոնց ու պիտի տանեմ։ Արեք նստեք իմ մեքենան տանեմ։ 18 տարի ծառայել եմ։ 18 տարի ծառայել եմ, ես վերջը մի տարի կես եմ մնում ասել։ Ես զինվորի ծնող եմ ասում, ես եմ արել մի շաբաթ առաջ։ Նախարարին եմ դիմում գրել, 3 շաբաթ էլ դիմում եմ գրել, պատասխան չկա։ Այսա թղթերը ձեզի ցույց տամ կարդացեք։ Ես հեսա ուղարկեց։ Կարդակար մեկ կարդացեք։ Չէ, անգրակետ եմ։ Չէ, ուզում ասեմ կարդացեք, ես բան չեմ ասում։ Էսի մի թուղթ։
Հերթով կարակ թերթել։ Էսի- Էսի մեկ թուղթ, կանազի հոսպիտալն է գրել։ Էսի երկրորդ թուղթը։ Ես էլ դրանց Ես ու պիտի տեմ անում, ես հստակ եմ ասում։ Հասկացի տակ դնում Հստակ, մարդու։ որովհետև հստակ բաներ Ես- Կարում եք, որ ՊՆ-ում կարող են։ երեխայի առողջությունը ամենաթանկ բանն է, որ հիմա հանել է առուտուրի։ Ես եմ առը հոպար ջան ասում եմ դեղերը, Առուտուրը բայց բանակի դեղի երեխայի պետք է զինվորի առուտուրը ծնող։ Լավ եմ արել, իմ երեխեն առել եմ, բայց խի պետք է ես առնեմ։ Ես այդ չունեի այդ փողով պետք է աներ։ Ապեր Դու կանեի։ որնի դեղնա հիմա։ Կգայր փողը տայր այդ հայ առնեի։ Հիմա գումարով։ Զինվորի։ Ես Ես եմ առել։ Ես 20 տարի Հələ դեղատան աղջիկն էլ ասեց կլնի գումարի կեսը վեկալեմ էլի, ես էլ ասեցի չէ ասի, ցավը տանեմ, ոնց կլնի ամոթ է, դուք աշխատում եք օրը 3-4000 դրամ, ես ոչինչ, տանջվում եմ իմ երեխու համար, ես կառնեմ, էդ էլ բան չեմ ասում, բայց խի չեն բուժում, խի չեն անում օպերացիան, մի տարիա խափում են, ես ուրիշ բան եմ ուզում, ճիշտ բան ասում։ ճիշտն եմ ասում, Ով է քեզ վճարել եւ որքան է ոչ վճարել։ մեկ, ես զինվորի ծնողն եմ եկել եմ, զինվորի ծնողն եմ եկել եմ ուզում եմ տենամ ով այդ հարցին լուծում տալի, տանեն բուժեն իմ երեխուն։ 20000-ով չի կարելի Ցավը վճարել։ տանեմ իշ 20000, կարող դուք եք եկեք 20000-ով։ Հա իհարկե, Всё, իհարկե, բաղոնց, իհարկե։ Ես ասում դուք եք եկեք, ես էլ ասում դուք եք եկեք։ Ես էլ հստակ բան ունեմ, թղթեր ունեմ ներկայացնել, թղթերով հստակ։ Հստերով ներկայացել ինչ ես եկել ժուրնալիստներին դիմում։ Ո՞վ անի այդ հարցը։ Բարձրացնենք դուք հիմա ինչ եք մարդու ազատ արտահայտվելու կամ Ազատ արտահայտությունը ազատ արտահայտվում է։ Ես վախենալու բան չունեմ, ուզում եմ մոտենալ մոտենամ։ Նիկոլ Փաշինյանին դուք մտածում եք, որ իրեն փող են տվել, որ գա խոսի։ Իհարկե։ Ես հստակ ունեմ։ Իրավունք չունի մոտենա եւ խնդրի մասին բարձրաձայնի։ Դուք հանրային բան եք։ Ծառայություն եք։ Դուք մատուցում Ցավը տանեմ, ուզում եմ Նիկոլ Փաշինյանին ասեմ, այդ հարցին լուծում տա, ոչ մեկ չի անում, ով անում։ Թո ինքը գոնյա անի, իմ երեխեն ա Բա եկել ես ցավը տանում իրենց ասա։ հարցնում են չպատաս։ Նիկոլ Փաշինյանին Ոնց մոտիկանա, մաս արի եթե մոտիկանա, մարի։ Արի, ուղեկցեք, ոնց մոտիկանա, ասա մոտիկանա։ Հոպար ասա մոտիկանամ, ցավը տանեմ, իրան եմ ուզում ասեմ, Սուրեն Պապիկյանին հրաման տա օպերացիան են իմ երեխուն։ Չեն անում մի տարիա, խափում են։ 10 անգամ զանգել եմ, Քան տարեկան է։ 20 տարեկան է։ Դու քան տարեկան ես։ Ես էդի պուճուրը սա ծառայ, մեծս պրծել է։ քան տարեկան Ես 42 տարեկան եմ։ ես։ Էդի միշնեկը սա պուճուրել ունեմ, մեծել ունեմ։ Մալադես տաջանի։ Բա հոպարը ուրիշ բան եմ ուզում, ես ուզում եմ ցավը տանեմ, ասեմ իմ երեխուն արեք։ Ուրիշ բան ես շնորհակալ կլնեմ, որ անեք, ասեմ մերսի շատ։ Օպերացիա, ուրիշ բան եմ 10 անգամ զանգել եմ, ես չեմ ուզել այսքան վարձազանեմ։ Լսի, գնացել եմ նախարարություն, դիմում էլ ունեմ գրած։ 3 շաբաթ է, ես գրավոր պատասխան եմ ուզում։ Տենամ ինչ են անում իմ երեխուն։ Էդ էլ չեն անում։ Ցավը տանը։ Չեն անում, ցավը տանը։ Ժանրից է ամենջաս։ Բայց ես ապացույցներ ունեմ։ Ես այնքան լավ բաներ տեսել եմ, լսել եմ Ես- այս կառավարությունը, այս Ես տես ուրիշ բան եմ ասում։ Բայց- ես ուրիշ բան չեմ ասում, որ մի տարիա բժիշկը խափել է իմ երեխուն։ Ասլա պետք է դեմբելը լնես նոր անենք։ Հիմա էլ դեմբելա իմ երեխեն, դեմբելա։ Ասում է չենք անում հիմա էլ։ Ստե բանից նախարարությունից զանգել եմ բժիշկին, անուն ազգանուն ասեմ, կարամ ասեմ։ ես չեմ Որ չէ, ես գնդապետ տեսակ ասեմ, ցավը տամ, ես սա հստակ ունեմ։ Նայեք, անուն ազգանուն ասեմ, որ ինձի ասել է 2 օրից 3 ամիսա 2 օր անում, խափում է։ Կներեք ուրեմն նա դրածո է։ Գնա դա Ուրեմն նա նայեք, դրածո է։ գնդապետ Ավետյան։ Ուրեմն նա Բայց դրածո թո է։ չաշխատեն այդպես մարդիկ, որ խափում են, ցավը տանեմ։ Ես ուզում եմ Նիկոլ Ուրեմն- Փաշինյանին ասեմ ցավը Ճիշտ տանեմ։ գործեք, որպեսի Ճիշտ։ մաքրվի դա։ Դե ոնց մոտիկանամ, ասեք մոտիկանամ Նիկոլ Փաշինյանին ասեմ, թո զանգի այդ հարցին լուծում տան։ Ուրիշ մարդ չի անում։ Մենակ այս մարդը կարող անի։ Դե թո անի։ Ես իրոք ես ցավակցում, ոչ ցավակցում, այլ ոնց ասենք ես հասկանում եմ։ Բայց դողում եմ այդ ցավը, երեխան այդպես ծառայում է։ Բայց Նիկոլ Փաշինյանը ինչ գործ ունի դրա։ Չէ, բանում ասեմ։ Նիկոլ Փաշինյանի դիմում գրեք, գնացեք ընդունելություն։ Գրել եմ դիմում։ Չեմ պատասխանում, 3 շաբաթ է։ Այդ հանք իրար այդ նախարարություն ասես դու ասես մարդու գրած դիմումի խի չեք պատասխանում դուք ասեք նստեք իմ ավտոն այդ հանք իրար այդ ցավը տանեմ ես ուրիշ բան չեմ ուզում եմ իմ երեխուն բուժում ուրիշ ոչ մի բան
Իմ երեխեն ես չեմ ուզում ուվալնա տանեն, էս անեն, ես մենք չենք ուզում։ Մենք դեմ ենք դրան։ Որտեղի բնակիչ եք։ Ես Ավանի։ Որ մասը։ Աստե, մի քիչ վեր։ Հասցեն։ Հասցեն Բ թաղամաս 55 տուն։ Բանգլադեշի բթամաս։ Չէ, ստե, Ավան Արնջի։ Ավան Արենջ բթամաս որտեղ։ Ավան Արնջու։ Որ մասը։ Սեփական տներ։ Սեփական տներ չկա։ Որտեղ։ Արնջի։ Ադու իսկի Ավան Արենջ չես։ Բայց աղը տանեմ Արնջի դու գիտեք։ Գիտեք։ Արենջը ուրիշ է, Արենջն է։ Կպաշի։ Կապած նա գյուղ Արենջն է։ Ինչ կապ ունի։ Լավ Ղափանից է։ Ղափանից է օրինակ։ Որդուց է, ինչ կապ ունի որդուց է։ Քո սուտերը տրեն։ Չէ, որդուց է, ինչ կապ։ Սուտերը տեղից է գալիս։ Այս հավտանեմ։ Դու ալ խոսելու իրավունք չունես։ Եղավ, հա, չունեմ։